ես նույնիսկ մտածում Գագիկ Եղիգորթը շատ կուզենար հեռանալ, բայց նա չի կարող հեռանալ։ Այսինքն մի կողմից իրեն ասում են չես հեռանալու, դա պետք է մեզ, որ դու այդտեղ լինես, մյուս կողմից ասում են պիտի հեռանաս, թե չէ, այսպեսի նյութեր կան։ Հիմա Գարեգին Երկրորդը դրա համար ինքը չի կարողանում խոսել, կամ Սերժ Սարգսյանը ըստ էության ակնարկում է, որ ղեկավարի, շարժում ղեկավարի մենք էլ միանանք, նա չի կարող։ Տեսնում եք, նա վախվորած է, որովհետև կան այսպիսի փաստեր։ Բացի այդ ով է լինելու հաջորդ ղեկավարը։ Մենք գիտենք, այդտեղ ընտրություն պիտի լինի։ Ողջ այսպես վերնախավը պաշտպանում է նույն արժեքները, ճակերտավոր Գարեգին Երկրորդին։ Նիկոլ Փաշինյանը մեկը սպասավորով չի կարող լուրջ փոփոխություն իրականացնել։ Ես չգիտեմ, սա շատ վատ հետևանքներ է ունենալու եւ մի կոչ կանեմ, այլևս եթե իշխանություններից է սա ուղղորդվում, այդպիսի հրապարակումներ չանել, որովհետեւ սա իհարկե շատ ամոթ է, սա այս մարդկանց մասին շատ վատ է խոսում, բայց ընդհանուր եկեղեցու հանդեպ վերաբերմունքը բացասական է դառնում։ Գումարած տարբեր երկրներ դրանից իհարկե հրճվում են եւ սա մեր իմիջի համար լավ չէ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը եթե ունի այդպիսի լծակներ, որպեսզի այլևս այսպիսի տեսանյութեր չհրապարակվեն, բայց եթե օրենք է խախտվել կներեք մանկապղծության վերաբերյալ միանշանակ պիտի ենթարկվի պատասխանատվության։ Կարծում եմ նա այսօր ունի լուրջ խնդիր ապահովագրել հայ ժողովրդին այն մեծ հիասթափությունից, որ կարող են այս մարդիկ իրենց գործողություններով եւ տեսալովակներով առաջացնել։